Սիրելի հայրենակիցներ, Հայաստան խմբակցության կողմից ներկայացվել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը փուլային եղանակով եւ գործող օրենսդրությամբ սահմանված ձևով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ հայտարարագրեր ներկայացնելու համընդհանուր պահանջի չեղարկումն է, որը ժամանակավրեպ է դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք եւ ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր եւ ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության եւ տուգանքի հիմք։ Եվ սա է նաեւ պատճառը, որ օրերս արդեն կլրանա օրենքով սահմանված վերջնաժամկետը, սակայն հայտարարագրման ենթակա քաղաքացիների ընդամենը 5%-ն է ներկայացրել հայտարարագիր։ Հիմնական խնդիրները, որոնք այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է ներկայացնել գործող կարգավորումների վերաբերյալ, ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային չգրանցված եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաև իր տարեկան հայտարարագրում։ Հետևաբար կեղծ են այն պնդումները, թե այս համակարգը կարող է նպաստել ստվերի կրճատմանը։ Իդեպ անօրինական եկամուտների հայտնաբերումը այսպես թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության եւ վերահսկողության ներքո, ինչը շարունակում է խնդրահարույց մնալ։ Գործող կարգավորմամբ նախատեսված է, որ հարկային մարմինն իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնում է ֆիզիկական անձանց հայտարարագրերի նախագիծ, այսինքն այդ տեղեկատվությունը բազայում կա եւ կրկնակի եռակի անգամ առանձին դեպքերում նորից նույն բանը հայտարարագրել որևէ կերպ չի կարող նպաստել դրված նպատակին։ Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում էլ չներկայացնելը բնականաբար առաջացնում է վարչական պատասխանատվություն, այսինքն քաղաքացուն որպես տուգանքի մատերիալ հերթական անգամ կիրառելու հիմք։ Կեղծ են նաև այն պնդումները, թե այդ համակարգը իբրև ունի խթանիչ հնարավորություններ, սոցիալական ծախսեր են վերադարձվում։ Եթե կա այդպիսի նպատակ, իրական նպատակ, ինչու է կապում դա հայտարարագրի հետ, եւ վերջին հաշվով հայտարարագիր չներկայացնող քաղաքացիները տարիներ շարունակ հիպոթեկային վարկի տոկոսների փոխհատուցում էին ստանում իրենց վճարած եկամտահարկից առանց հայտարարագրման։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում իբրև թե ակնկալվում է ունենալ եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին, ասենք օրինակ սոցիալական պաշտպանության ոլորտում։ Սա էլ իրական նպատակադրում չի, ավելի շատ քողարկված է, որովհետև եթե իրական այդպիսի նպատակադրում կա, կարելի է սոցիալական աջակցության համար դիմող քաղաքացուն միայն ասել, որ տրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ըստ պահանջի, ինչպես օրինակ տարիներ շարունակ կիրառվում է այդ բանկային համակարգում։ Եվ վերջապես ավարտում եմ 1 րոպե, վերջապես ամենակարևորը, եթե ինչ-որ հարց պետք է լուծել այս հայտարարագրման համակարգը, այդ էլ գործնականում այլևս հնարավոր չի լուծել, որովհետև դա վերաբերում է քաղաքացիների բանկային փոխանցումներին եւ այստեղ էլ փաստորեն գործնականում սահմանվել է 300,000 դրամ շեմ, որից ներքև փոխանցումները չեն հայտարարագրվում, որոնց սա միակ, նորից եմ կրկնում, միակ հնարավոր լրացուցիչ տեղեկատվությունն էր, որը կարելի էր ստանալ իլրումն ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված համակարգի։ Հետևաբար ավարտում եմ։ Կոչս մնաց, ամենակարևորը։ Հետևաբար կարծում եմ այսքան խնդիրների մեջ շատ կարևոր է տալ հնարավորություն ազգային ժողովում եւս մեկ անգամ քաղաքացիների բարձրաձայնված խնդիրները քննարկել այս նախագծի համատեքստում։